Բարևձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ եմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-ի անալիքներում, գրանցրեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, մայախոսություններ, ծիսակարգեր, կանխատեսումներ, որոնք որ ես ձեզ սերտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղի եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, որպեսզի ձեր հարցերին պատասխանեմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, ֆինանսական, առողջական, նաև դուք կարող եք տալ այսպիսի հարցեր, ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ, իմ ուղի եթերները շատ ունիկալ, ունիվերսալ ուղիետերներ են, յուրահատուկ ուղիետերներ են, որտեղ որ ես նման հարցերի նաև պատասխանում եմ։ Սիրելիներս, եթե ես զգամ, տեսնեմ, հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա որևէ տեսակի նեգատիվի արդյունք է, ես դա ուղիեթերի ընթացքում նույնպես բարձրաձայնելու եմ։ Многие мои подписчики, они русскоязычные люди. Дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье я выхожу на прямой эфир, где отвечаю на ваши вопросы. Давайте ваши вопросы на русском, я с большим удовольствием на ваши вопросы тоже отвечу. Пишите ваше имя, сколько вам лет, и сфера вопроса. Финансы, личные отношения, здоровье, наличие негатива. Այսքանը սիրելիներս, սկսում ենք մեր եթերները, դուք էլ եղեք ակտիվ, ձեր լայքերով, ձեր մեկնաբանություններով, իմ հտված էներգիայի դիմաց, ձեր նվերներով և ձեր սրտիկներով։ Անտոն, Անի, ֆինանսական, տեսնեք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Անտոնի և Անիի համար։ Անտոն, Անի։ Կա խնդիրներ, սիրելի Անտոն, կա խնդիրներ, սիրելի Անտոն, սիրելի Անի։ Գիտեք ինչ, սիրելի Անտոն, սիրելի Անի, ձեր վրա կա նեգատիվ, որը ոչ միայն ֆինանսական խնդիրներ է բերելու, նաև բերելու է անձնական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այդ նեգատիվից, կատարեք մաքրման գործողություն, և ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, նաև ձեր անձնական ոլորտը չի քանդվի, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով ոչ միայն ֆինանսական ոլորտում կլինի խնդիրներ, նաև անձնական ոլորտում կլինի պրոբլեմներ, քաոսը կմտնի ձեր կյանքի մեջ։ Սամվել 22 տարեկան։ Քանի տարեկանում կամուսնանա, տեսնեք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սամվել 22 տարեկան, ամուսնություն և կլինի։ Կա խնդիրներ, սիրելի Սամվել,
կա խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ ամուսնություն չի լինի, դա ապես ցույց է տալիս, որ սկզբում ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, աշխատանքի հետ կապված, ձեր ֆինանսական ոլորտը կայունանա, հետագայում նաև կլինի ամուսնություն, դա երկար ժամանակ ցույց չի տալիս, 26-27 տարեկան հասակում լինելու է ամուսնություն։ Գառնիկ Անժելա, երբ կունենա երեխա, Գառնիկ Անժելա, երբ կլինի երեխա, տեսնեք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Գառնիկի և Անժելայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Գառնիկ, սիրելի Անժելա, և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում, գիտեք ինչ, սիրելի Գառնիկ, սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, և առողջական ոլորտում կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Գառնիկ, սիրելի Անժելա, և կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, քանի կնա այնքան կվարտանա ձեր կյանքը, սիրելի Գառնիկ, սիրելի Անժելա։ Ընդհանրապես հնարավոր է նաև երեխա ունենալու հետ կապված խնդիրները դրա հետ է կապված, սիրելի Գառնիկ, սիրելի Անժելա, կա ձեր վրա նեգատիվ, որը փակում է և ձեր անձնականը, փակում է և ձեր ֆինանսականը, փակում է նաև ձեր երեխա ունենալու հնարավորությունը։ Նարինե փետրվար ամսին հղիություն կլինի, թե ոչ, տեսնեք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Նարինեի համար, Նարինե փետրվար ամսին հղիություն կլինի, թե ոչ, ոչ, Մարինե 29 տարեկան, փետրվար ամսին հղիություն կլինի, թե ոչ, Մարինե 29 տարեկան, փետրվար ամսին հղիություն կլինի, թե ոչ, տեսնեք ինչ ասում տիեզերքը։ Ընդհանրապես, սիրելի Մարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով փակված է և ձեր հղիության ճանապարհը, ձեր հղիության հնարավորությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, նոր դրանից հետո հնարավոր է լինի հղիություն, քանի կա այս նեգատիվը, ոչ փետրվարին, ոչ մարտին չի լինի հղիություն, ընդհակառակը կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ, կլինի բարդություններ։ Մերի 26 տարեկան անձնական, Մերի 26 տարեկան անձնական, տեսնենք ինչի ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 26 տարեկան անձնական, Սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեծք, որի պատճառով ձեր անձնականը անընդհատ փակվում է, գալիս տեղ չի հասնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Մերի, ձեր բազատվեք այս անեծքից, այս մագիայից, այս կախարդանքից, նոր դրանից հետո կլինի անձնական։ Եթե սրանից չձերբազատվեք, սիրելի Մերի, կլինի նաև առողջական խնդիրներ, կլինի նաև ֆինանսական խնդիրներ, բարդությունները քանի գնա, այնքան կբարդանա։ Մեդաքսե 24 տարեկան, մոտակա ամիսներին ինչ է սպասվում, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մեդաքսեի համար, Մեդաքսե 24 տարեկան, մոտակա ամիսներին ինչ է սպասվում, կա որոշակի ֆինանսական խնդիրներ, սիրելի Մեդաքսե, բայց ցույց է տալիս, որ նաև կա երկեր, գիտեք ինչ, սիրելի Մեդաքսե,
ձեր հայրական ազգը անեծքի տակ է։ Դուք վազում եք, բայց ձեր վազքը չի գնահատվում, վազքի դիմաց ոչ մի էներգիա չեք ստանում, ոչ անձնական ոլորտում, ոչ ֆինանսական ոլորտում, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, դա չի նշանակում, որ ձեր հայրական ազգը ձեզ է անիծե, ուղղակի ձեր հայրական ազգը այնպիսի գործողություն է կատարել, որ անեծքը ամբողջովին տեղափոխվում է մինչև նաև 9-րդ սերունդը, դուք այդ սերունդի մեջ եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական կլինի, եւ առողջական բարդություններ չի լինի։ Դուք գիտեք ինչ, անընդհատ ձեր անձնականը էս է պետք է կատարվի ու չի ստացվում, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը, պատճառը ձեր հայրական ազգը անեծքի տակ է, որը փակում է ձեր անձնական հաջողությունը, ձեր անձնական ոլորտը։ Արթուր 39 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 39 տարեկան ֆինանսական, կա խնդիրներ սիրելի Արթուր, ոնց որ գիտեք ինչ ճիշտ է կա խնդիրներ սիրելի Արթուր, բայց նաև կա լուծումներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, եթե նույնիսկ կան պրոբլեմներ, այո կան պրոբլեմներ, բայց այդ պրոբլեմները լուծելի են, այդ պրոբլեմները հաղթահարելի են։ Նայիրի 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նայիրի համար, Նայիրի 25 տարեկան անձնական, Նայիրի 25 տարեկան անձնական, Սիրելի Նայիրի ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է ընտրության հնարավորություն, մի վախեցեք, ձեր անձնականը փակված չէ, ձեր կյանքի մեջ եղել է այնպիսի իրավիճակներ, որ չի ստացվեց ձեր անձնականը, բայց դա չի նշանակում, որ ձեր անձնականը փակված է, ձեր դեմ կա անձնական հաջողություն, ձեր դեմ կա երջանկություն, դուք կանգնելու եք ընտրության առաջ եւ կատարելու եք ամենալավ ընտրությունը։ Նելի 20 տարեկան, ճիշտ ընտրություն կկատարեք սիրո հարցում, թե ոչ։ Նելի 20 տարեկան, ճիշտ ընտրություն կկատարեք, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նելի, կա վախեր, վախենում եք նույնիսկ ընտրություն կատարել, սիրելի Նելի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որը չի թողնում, որ դուք ճիշտ ընտրություն կատարեք։ Ընդհանրապես, եւ որ մարդու վրա կա նման նեգատիվ, մարդը լույսը թողնում, գնում է դեպի մութը, գնում է դեպի խավարը, կատարում է սխալ ընտրություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս էներգետիկայից, ձեր բազատվեք այս կախարդանքից եւ մագիայից եւ դրանից հետո ձեր կյանքի մեջ ոչ թե տարօրինակ հակառակ սերի ներկայացուցիչներ կմտնեն, այլ նորմալ էներգիայով մարդիկ կմտնեն։ Եթե մարդու վրա կա նման նեգատիվ, նման ճահիճի էներգիա, ճահիճի վրա նստում են մենակ մոծակներ, նստում են միայն վատ էներգիա ունեցող անձնավորություններ։ Սիրելիս, մաքրվեք եւ ձեր անձնականի մեջ ոչ մի խնդիր չի լինի, ոչ մի բարդություն չի լինի։ Արմեն 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 33 տարեկան անձնական,
Սիրելի Արմեն, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով հաջողության դուրս եք գալիս։ Անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Արամ Լուսինե, ինչ է սպասվում հարաբերություններում։ Արամ Լուսինե, ինչ է սպասվում հարաբերություններում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Արամ Լուսինե, ինչ է սպասվում հարաբերություններում։ Սիրելի Արամ, սիրելի Լուսինե, ձեր հարաբերություններում ոչ մի լավ բան ցույց չի տալիս։ Ավարտ եւ ցավալ է լինելու ավարտը։ Սիրելի Արամ, սիրելի Լուսինե, ձեր անձնական ոլորտում ոչ մի լավ բան չի լինում, որովհետեւ եւ Արամի եւ Լուսինեի վրա կա մագիա, կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ իրար հետ հնարավոր է ձեր հարաբերությունները լինի եւ գիտեք ինչ, երբ որ նման գործողություն է լինում, ոչ իրար հետ եք կարողանում հարաբերություն ունենալ, ոչ էլ առանձին, անպայման մաքրվեք։ Մերի 29 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերի համար։ Մերի 29 տարեկան անձնական։ Մերի Մերի 29 տարեկան անձնական։ Սիրելի Մերի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, սիրելի Մերի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Անահիտ 41 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 41 տարեկան անձնական։ Անահիտ 41 տարեկան անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր բաժանություններ է եղել այս նեգատիվի պատճառով, ձեր այս նեգատիվի պատճառով դուք չեք կարողանում նաև ձեր անձնականը նորից կարգավորել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անահիտ, եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Ձեր փակված է, դուք կապի մեջ եք, դուք կախարդանքի եւ մագիայի մեջ եք։ Ռուսլան 34 տարեկան ֆինանսական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուսլանի համար։ Ռուսլան 34 տարեկան ֆինանսական։ Սիրելի Ռուսլան, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կապ, ձեր ֆինանսականը փակված է, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում։ Գայանե 47 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Գայանե 47 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Գայանե, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն,
ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Հասմիկ նարեկ հղիություն կլինի թե ոչ։ Հասմիկ նարեկ հղիություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի և Նարեկի համար։ Հասմիկ նարեկ հղիություն կլինի թե ոչ։ Կախնդիրներ, սիրելի Հասմիկ, սիրելի Նարեկ, այո, հղիություն կլինի, ճիշտ է բժիշկների միջամտություն, բժիշկների հսկողություն, բայց հղիություն կլինի։ Աստղիկ 52 տարեկան ազնական, Աստղիկ 52 տարեկան ազնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աստղիկի համար։ Աստղիկ 52 տարեկան ազնական, սիրելի Աստղիկ ձեր ազնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով, ինչ երազանք նպատակ որ ունեք ձեր ազնական ոլորտի վերաբերյալ, սիրելի Աստղիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Արմեն 33 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 33 տարեկան ֆինանսական, սիրելի Արմեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր և ֆինանսականն է փակված, և ազնականն է փակված, հնարավոր է նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելիս, և անձնական կլինի, և ֆինանսական կլինի, քանի կա այս նեգատիվը, դա ամեն ինչ փակում է։ Մարիամ 28 տարեկան ընդհանուր, Մարիամ 28 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Մարիամ 28 տարեկան ընդհանուր, սիրելի Մարիամ, ձեր ֆինանսական ոլորտում և ազնական ոլորտում լինելու է հաջողություններ, ճիշտ է անմիջապես վերևից երկնային մանանա չի թափվելու, բայց խնդիրներից կամաց-կամաց ձերբազատվելու եք, կամաց-կամաց ձեր և ազնական և ֆինանսական ոլորտում մտնելու է հաջողություն, մտնելու է ներդաշնակություն։ Աննա 34 տարեկան ազնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 34 տարեկան ազնական, սիրելի Աննա, ձեր ազնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Աննա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սյուզի 22 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզիի համար։ Սյուզի 22 տարեկան ընդհանուր, կախնդիրներ, սիրելի Սյուզի, գիտեք ինչ, մի վախեցեք, այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և ազնական ոլորտում և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք դրանք կատարվելու են, մեծ սեր, երջանկություն, հաջողություն, խնդիրները եթե կան, այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս սիրելի Սյուզի։ Գրիշա 37 տարեկան ազնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գրիշայի համար։ Գրիշա 37 տարեկան ազնական, սիրելի Գրիշա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր ազնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման
գործողություն, սիրելի կրիշա, նոր կլինի անձնական հարություն 32 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի հարությունի համար։ Հարություն 32 տարեկան ընդհանուր։ Սիրելի հարություն, ձեր վրա կա տոհմական անեծք, հնարավոր է և հայրական ազգն է փակված, և մայրական ազգն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետև եթե կա այս անեծքը, 100% կա այս անեծքը, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է պրոբլեմ։ Ինչ հիմքեր ունեք, որի վրա որ դուք հենվում եք, սիրելի հարություն, դուք այդ կորցնելու եք, անպայման մաքրվեք, անպայման սիրելի հարություն, որովհետև շատ վտանգավոր իրավիճակներ կլինեն, եթե դուք չմաքրվեք։ Անի 35 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի ֆինանսական։ Սիրելի Անի, կան ուժեղ ֆինանսական խնդիրներ, կան պետական ֆինանսական դռների հետ խնդիրներ, կան խնդիրներ աշխատանքային մասնագիտական ոլորտում, որովհետև սիրելի Անի, ձեր մայրական ազգը տոհմական անեծքի տակ է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեծքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Անի, նոր դրանից հետո և ֆինանսական հաջողություն կլինի, և անձնական երջանկություն կլինի։ Ալլա 48 տարեկան է, Ալլա 40 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալլայի համար։ Ալլա 40 տարեկան ընդհանուր։ Ալլա 40 տարեկան ընդհանուր։ Կան խնդիրներ, սիրելի Ալլա։ Գիտեք ինչ խնդիրներ կան, բայց խնդիրները ժամանակավոր են, ձեր և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրները կա, պրոբլեմները կա, սիրելի Ալլա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ասիա 32 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ասիայի համար։ Ասիա 32 տարեկան ընդհանուր։ Սիրելի Ասիա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Ասիա, ինչին ձեռք տալիս քանդվում է, ինչի վրա հենվում է, փլուզվում է։ Սվետա 32 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 32 տարեկան ընդհանուր։ Սիրելի Սվետա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Սվետա, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում։ Մերի Արուկադի, Մերի Արուկո, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Տան հարց կլուծվի, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Մերի Արուկո, Արկադի, հա երևի, Մերի Արկադի։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ հաջողություններ կա և տան հարցում, և ֆինանսական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն, ինչ երազանք էլ որ ունեք տան հետ կապված, ձեր այդ երազանքը կատարվելու է։ Վահե 27 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար։
Վահե 27 տարեկան, ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Վահե։ Գիտեք ինչ, կա խնդիրներ, բայց մի վախեցեք, այդ խնդիրները կապ չունի նեգատիվի հետ, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է փոփոխություններ, ճիշտ է անմիջապես մեծ փոփոխություններ չի լինի, բայց դուք մի հիասթափվեք, մի վախեցեք, առաջ գնացեք և ձեր դեմ հնարավորություններ կա և ձեր դեմ ճանապարհներ է բացվում։ Վահե Վարդուհի, միասին կլինեք թե ոչ։ Տեսնեք ինչ է ասում տիեզերքը, Վահե Վարդուհի, միասին կլինեք թե ոչ։ Սիրելի Վահե, սիրելի Վարդուհի, ոչ, միասին չեք լինի, ձեր երկուսի վրա կա մագիա, ձեր երկուսի վրա կա կախարդանք, ձեր երկուսի վրա կա տոհմական անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, եթե մաքրման գործողություն կատարեք, նոր դրանից հետո հնարավոր է միասին լինեք, եթե մաքրման գործողություն չկատարեք, ոչ միասին կլինեք, ոչ էլ առանձին կկարողանաք ձեր անձնական հարաբերությունները կարգավորել։ Արտուր 24 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտուրի համար։ Արտուր 24 տարեկան, անձնական, սիրելի Արտուր, ձեր վրա կա մագիա, ոչ թե ձեր վրա կա մագիա, ձեր մայրական ազգն է փակված, ուշադրություն դարձրեք, եթե ունեք մորաքույրներ, մորեղբայրներ, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ, կա առողջական խնդիրներ, սիրելի Արտուր, ձեր մայրական ազգը ամբողջովին անեծքի տակ է, որի պատճառով ձեր և ֆինանսական ոլորտն է փակված, և անձնական ոլորտն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արտուր, նոր հնարավոր է կլինի, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն։ Վարդուհի 21 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդուհու համար։ Վարդուհի 21 տարեկան, ընդհանուր, սիրելի Վարդուհի, ձեր և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Վարդուհի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, անձնական երջանկություն է ցույց տալիս, սիրելի Վարդուհի։ Քրիստինե 23 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 23 տարեկան, Քրիստինե 23 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Քրիստինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, սիրելի Քրիստինե։ Խաչիկ 39 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Խաչիկի համար։ Խաչիկ 39 տարեկան, ընդհանուր, Խաչիկ 39 տարեկան, ընդհանուր, փակված է ձեր մոտ անձնականը, սիրելի Խաչիկ, կա խնդիրներ պետական դռների հետ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք և ձեր անձնական ոլորտում և ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Մերի 18 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Մերի 18 տարեկան, ընդհանուր, Մերի, կա խնդիրներ, սիրելի Մերի,
եւ աշխատանքի ոլորտում եւ անձնական ոլորտում կա վախեր, վախելու եք առաջ գնաք։ Գիտեք ինչ, սիրելի մերի, մի վախեցեք, մի հիասթափեք ձեր եւ աշխատանքի ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, ուղղակի որոշակի ժամանակ։ Էլեն 23 տարեկան, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլենի համար, Էլեն 23 տարեկան, կա խնդիրներ սիրելի Էլեն, ձեր անձնական ոլորտը ամբողջովին փակված է, ձեր վրա կա մայրական ազգից եկած անեծք, տոհմական անեծք, սիրելի Էլեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս տոհմական անեծքից եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, ձեր վրա այդ մագիան ամբողջովին ամեն ինչ փակում է, ոնց որ փակուղու առաջ կանգնած լինեք, ամբողջովին փակուղու մեջ եք, սիրելի Էլեն, անհապաղ պետք է մաքրման գործողություն կատարել, ժամանակ էլ մի կորցրեք, Վարդուշ 68 տարեկան, կմիանա ամուսնուն թե ոչ, Վարդուշ 68 տարեկան, ամուսնուն կմիանա թե ոչ, սիրելի Վարդուշ, ձեր վրա կա մահկախարդան, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով միացում չեմ տեսնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է լինի միացում, ձեր բաժանությունն է կապված այս նեգատիվի հետ, սիրելի Վարդուշ, Ռոման 38 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոմանի համար, Ռոման 38 տարեկան ընդհանուր, սիրելի Ռոման, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Ռոման, ձեր երազանքները նպատակները կատարվելու են, Սևադա 27 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սևադայի համար, Սևադա 27 տարեկան, Սիրելի Սևադա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սևադա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, Լիլիթ 21 տարեկան, աշխատանքային մասնագիտական ոլորտում ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար, հաջողություններ է ցույց տալիս, ճիշտ է պետք է ցկտեք, պետք է շարժվեք, բայց ձեր դեմ բացվում է հաջողություն եւ մասնագիտական ոլորտում եւ աշխատանքային ոլորտում, Ալլա 20 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալլայի համար, Ալլա 20 տարեկան, Սիրելի Ալլա, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, Նիգար 54 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նիգարի համար, Նիգար 54 տարեկան, ֆինանսական, Նիգար 54 տարեկան, ֆինանսական,
Սիրելի նեկար, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոմական անես, ձեր ֆինանսականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական հաջողություն, նաեւ առողջական խնդիրներ եւ բարդություններ չի լինի։ Բարև ձեզ, Անի, 36 տարեկան երբ երեխա կունենաք, Անի, 36 տարեկան երբ երեխա կունենաք, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Անիի համար, Անի, 36 տարեկան երբ երեխա կունենաք, սիրելի Անի, դուք կունենաք երեխա, ճիշտ է ցույց է տալիս բժիշկների միջամտություն եւ նաեւ երեխա կունենաք շատ շուտ, մոտ ժամանակահատվածում դուք կունենաք երեխա, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելի Անի, Անդրանիկ, 26 տարեկան անձնական, Անդրանիկ, 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անդրանիկի համար, Անդրանիկ, 26 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Անդրանիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Անդրանիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Լուսինե, 37 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար, Լուսինե, 37 տարեկան, Լուսինե, 37 տարեկան, Սիրելի Լուսինե, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, սիրելի Լուսինե, Գարիկ, 25 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Գարիկի համար, Գարիկ, 25 տարեկան, Սիրելի Գարիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Գարիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Նարինե, 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար, Նարինե, 28 տարեկան, կա խնդիրներ սիրելի Նարինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Նարինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սվետա, 43 տարեկան անձնական, Սվետա, 43 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար, Սվետա, 43 տարեկան անձնական, սիրելի Սվետա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանք որ ունեք ձեր անձնականի հետ կապված, ձեր երազանքը կատարվելու է։ Նարե Արտյոմ, միասին կլինեք թե ոչ, շնորհակալ եմ նվերների համար, Նարե Արտյոմ, միասին կլինեք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեի եւ Արտյոմի համար, Սիրելի Նարե, սիրելի Արտյոմ, կա խնդիրներ, ոչ, դուք իրար հետ չեք լինի, սիրելի Նարե, սիրելի Արտյոմ, պատճառը, որովհետև կա նեգատիվ, հնարավոր է եւ Նարեի, հնարավոր է եւ Արտյոմի վրա, քանի կա նեգատիվը ոչ միայն միասին չեք լինի, նաեւ չեք կարողանա ձեր անձնական հարաբերությունները դասավորել այլ անձնավորությունների հետ, անհապաղ դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն,
դուրս եկեք այդ նեգատիվից եւ կլինի միություն եւ կլինի անձնական երջանկություն։ Արևիկ 49 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արևիկի համար։ Արևիկ 49 տարեկան, սիրելի Արևիկ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա տոհմական անեծք եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սիրելի Արևիկ, եթե չմաքրվեք, քանի կնա այնքան կբարտանա, այնքան կվատանա ձեր կյանքի բոլոր ոլորտները կդառնան խնդրահարույց։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, բարև ձեզ։ Մարիա 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիայի համար։ Մարիա 24 տարեկան անձնական, սիրելի Մարիա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Գայանե 48 տարեկան անձնական, Գայանե 48 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Գայանե 48 տարեկան անձնական, սիրելի Գայանե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով ոչ անձնական կա, ոչ ֆինանսական կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գայանե, եթե մաքրվեք, նոր կլինի անձնական, նոր կլինի հաջողություն։ Մայրամ 51 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 51 տարեկան անձնական, սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Գիտեք ինչ, սիրելի Մայրամ, ինչ ասեմ ձեզի, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ինչ երազանք նպատակ որ ունեք ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Անի 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 34 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Անի, ձեր անձնականը փակված է, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում, սիրելի Անի, գիտեք ինչ, խնդիրներ կան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Արթուր 26 տարեկան անձնական, ինչ է սպասվում, Արթուր 26 տարեկան անձնական ոլորտում ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Արթուր։ Սիրելի Արթուր, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն,
դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արտուր, նոր կլինի անձնական։ Ձեր վրա թուղթուղիր կա, սիրելի Արտուր, Թաթուլ 27 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թաթուլին, Թաթուլ 27 տարեկան ֆինանսական։ Սիրելի Թաթուլ, ճիշտ է կա ֆինանսական խնդիրներ, բայց նաև կա լուծում, նաև կա ելք։ Մի կվախեցեք, մի հիասթափվեք, առաջ շարժվեք, դուք կարողանաք այդ ֆինանսական խնդիրներից և բարդություններից դուրս գալ։ Լիանա 23 տարեկան, ընդհանուր նաև տուն կլինի, թե ոչ։ Լիանա 23 տարեկան։ Սիրելի Լիանա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կան պրոբլեմներ, եթե չկան հետագայում կլինեն, տան հետ կապված նույնպես այս նեգատիվը, այս մագիան փակում է տուն ունենալու հաջողությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի տուն, նոր կլինի հաջողություն, նոր կլինի երջանկություն։ Թաթուլ 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թաթուլի համար, Թաթուլ 27 տարեկան անձնական։ Սիրելի Թաթուլ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, կատարվելու է, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, ինչ երազանք նպատակ, որ ունեք, սիրելի Թաթուլ, ձեր անձնական ոլորտում դա կատարվելու է։ Արամ 39 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արամի համար, Արամ 39 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արամ, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, սիրելի Արամ, ձեր վրա կա թուղթուղիր, որը ձեր և ֆինանսականն է փակում, և անձնականն է փակվում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուղիրը, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, սիրելի Արամ, և կլինի կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն։ Մերի 20 տարեկան անձնական, Մերի 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 20 տարեկան անձնական։ Սիրելի Մերի, ձեր անձնական ոլորտում ինչ երազանք և նպատակ ունեք, դրանք կատարվելու է, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, ձեր երազանքները ձեր անձնական ոլորտի հետ կապված կատարվելու են։ Բարև ձեզ, Գևորգ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգին, Գևորգ 29 տարեկան։ Սիրելի Գևորգ, ձեր ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաջողություններ ցույց տալիս։ Արմինե 46 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար, Արմինե 45 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, ֆինանսական ոլորտում, գիտեք ինչ, սիրելի Արմինե, ձեր և անձնականն է փակված, և ֆինանսականն է փակված, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա,
դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Արմինե, մաքրեք այս նեգատիվը եւ ասնական ոլորտում կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Անհապաղ պետք է մաքրվեք, սիրելի Արմինե։ Լարիսա 60 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լարիսայի համար։ Լարիսա 60 տարեկան։ Սիրելի Լարիսա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր կյանքի բոլոր ոլորտները փակված են, կա նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լարիսա, եւ ձեր կյանքի մեջ եւ ձեր ընտանիքի անդամների հետ կապված ինչ խնդիրներ, խնդիրներ կա, դրանք կվերջանան։ Այս նեգատիվը բերում է նաև առողջական խնդիրներ, սիրելի Լարիսա։ Անահիտ 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 18 տարեկան անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անահիտ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, երջանկություն է ցույց տալիս Անահիտ 15 տարեկան անձնական ոլորտում լինելու է երջանկություն։ Արտյոմ 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 23 տարեկան։ Սիրելի Արտյոմ, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա հնարավոր է տոհմական անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս մագիայից, կախարդանքից, դուք դեռ երիտասարդ եք, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Եթե չմաքրվեք, սիրելի Արտյոմ, ընդհակառակը, քանի գնա, այնքան կվատանա, այնքան կբարտանա, ձեր կյանքը, ձեր ապրելու հնարավորությունները այնքան ավելի սուր կլինի։ Գևորգ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար։ Գևորգ 29 տարեկան, անչափահասներին չեմ նայում։ Գևորգ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Գևորգ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, սիրելի Գևորգ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Գևորգ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Այդա 35 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Այդայի համար։ Այդա 35 տարեկան։ Սիրելի Այդա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Այդա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, այս նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները անընդհատ կանգնեցնում է փակուղու եւ խնդիրների մեջ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Անժելա 56 տարեկան ընդհանուր։ Անժելա 56 տարեկան ընդհանուր։ Սիրելի Անժելա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, հատկապես ձեր անձնական ոլորտում, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս
դուրս եք գալիս։ Դիանա 26 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի համար։ Դիանա 26 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Դիանա, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, Դիանայի և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, նույնիսկ խնդիրներից, պրոբլեմների Դիանան հաղթանակով դուրս է գալիս, հաջողություններ ցույց տալիս Դիանայի մոտ։ Ես ձեզանից եմ շնորհակալ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Միշիկն ունեն իրար հետ կապ ունեն, թե չէ, ես նման հարցի չեմ պատասխանում, մարդիկ պետք է անհատական իրանց վերաբերվող հարցը տան, ոչ թե ինչ-որ մեկի անձնական կապի մասին, նման հարցին ես չեմ պատասխանում, եղավ։ Վերգինե Դիմա, հաշտություն կլինի, թե ոչ։ Վերգինե Դիմա, հաշտություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Վերգինե Դիմա, կա խնդիրներ, սիրելի Վերգինե, սիրելի Դիմա, սիրելի Վերգինե, սիրելի Դիմա, ձեր բաժանությունը դա թուղթուկրի մագիայի արդյունք է, որպեսզի լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր կապի վրայից ձեր մաքրեք, նրանից հետո կլինի հաշտություն, քանի կա այս նեգատիվը չեմ տեսնում հաշտություն։ Մարիամ 30 տարեկան, տղա երեխա կունենա, թե ոչ։ Մարիամ 30 տարեկան, տղա երեխա կունենա, թե ոչ։ Սիրելի Մարիամ, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա թուղթուկիր, որը փակելու է տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է, որ տղա երեխա ունենաք, քանի կա այս նեգատիվը չի լինի տղա երեխա, որովհետև նեգատիվը հատկապես փակում է տղա երեխա ունենալու ճանապարհը, տղա երեխաները իրենք համարվում են ազգը մեծացնողներ, աղջիկ երեխաները իրենք ուրիշի ազգն են մեծացնում, իսկ եթե ազգը չպետք է լինի, տղա երեխաներ չեն ծնվում, անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է տղա երեխա լինի։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, մայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե
նվիրում եմ։ Ռուզաննա 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Ռուզաննա 18 տարեկան անձնական։ Սիրելի Ռուզաննա, ձեր և անձնականն է փակված, և ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրա կա տոհմական անեծք, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու հաջողություն։ Սիրելի Ռուզաննա, քանի կա այս նեգատիվը, ձեր անձնական ոլորտում ոչ մի փոփոխություն, դրական փոփոխություն չի լինի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ճիշտ գրեք, չի ստացվում, ինչ եք ուզում գրեք, Արո Լուիզա, ինչ հարց ունեք, մենակ գրում եք, ճիշտ գրեք, որպեսզի ես էլ կարողանամ ձեր հարցերին ճիշտ պատասխանել։ Արո Լուիզա, ինչ։ Նման հարցերին ես մասսայական չեմ պատասխանում, կարող եք անհատական ինձ դիմեք, Միշիգի անձնական կյանքի մասին անհատական ձեզ կպատասխանեմ, բայց մասսայական չեմ պատասխանի։ Նման հարցերին ես մասսայական չեմ պատասխանում։ Լուսինե Էդգար, միասին կլինեն թե ոչ։ Լուսինե Էդգար, միասին կլինեն թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի և Էդգարի համար։ Այո, սիրելի Լուսինե, սիրելի Էդգար, դուք միասին կլինեք։ Եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 52 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ։ Սիրելի Լիլիթ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, և անձնական կլինի, և գործնական կլինի։ Այդ նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները փակում է, սիրելի Լիլիթ։ Կարող եք նաև ինձ դիմել, սիրելի Լիլիթ, կարող եք դիմել, ես և մաքրման գործողություն եմ կատարում, և պաշտպանություն եմ կատարում։
Գրեք ձեր տարիքը, անունը, որպեսզի ես ձեզ պատասխանեմ, դուք երբ երեխա կունենաք։ Ռուստամ 43 տարեկան, անձնական գործնական։ Ռուստամ 43 տարեկան, անձնական գործնական։ Սիրելի Ռուստամ, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիծակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Իրինա 35 տարեկան, տղա երեխա կունենաք, թե ոչ։ Իրինա 35 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար։ Սիրելի Իրինա, ձեր վրա կա անեծք, որը փակում է եւ ձեր ֆինանսականը, փակում է ձեր գործնականը, քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում, որ դուք կարող է ունենաք տղապարիկ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո եւ հնարավոր է տղա երեխա ունենալ եւ ֆինանսական գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Լուիզա Արո անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Լուիզա Արո անձնական։ Սիրելի Լուիզա, սիրելի Արո, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Քրիստինե 45 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 45 տարեկան, կա խնդիրներ սիրելի Քրիստինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրներն եք, պրոբլեմներն եք թողնում եք անցյալում։ Ձեր տեղ հնարավորություններ է բացվում, սիրելի Քրիստինեն։ Անի 35 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 35 տարեկան, սիրելի Անի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, եթե խնդիրներ կա, խնդիրները թողնում եք անցյալում, ձեր դեմ հաջողության ճանապարհ է բացվում։ Արամ 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արամի համար։ Արամ 42 տարեկան, սիրելի Արամ, ձեր վրա կա թուղթուկես, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արամ, դուրս եկեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։
Գեղեցիկ 35 տարեկան ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի գեղեցիկի համար։ Գեղեցիկ 35 տարեկան ինչ է սպասվում։ Սիրելի գեղեցիկ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ոչ մի լավ բաներ չի սպասվում, եւ անձնական դեք հանդված, եւ գործնական դեք հանդված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի գեղեցիկ, մաքրվեք այս նեգատիվից, նոր դրանից հետո կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Անի 37 տարեկան այս տարի հղիություն կլինի, թե ոչ։ Անի 37 տարեկան այս տարի հղիություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Անի։ Գիտեք ինչ, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չի լինում հղիություն։ Որպեսզի լինի հղիություն, սիրելի Անի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հղիություն։ Հենց այդ նեգատիվը փակում է ձեր հղիության ճանապարհը։ Գայանե 53 տարեկան ինչ է սպասվում։ Գայանե 53 տարեկան ինչ է սպասվում։ Սիրելի Գայանե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի դրական սպասումներ։ Քանի կա այս նեգատիվը, լավ բան չեմ տեսնում, ընդհակառակը պրոբլեմներ, սիրելի Գայանե, ձեր կյանքի բոլոր Սիրելիներս, ինչպես գիտեք, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Վաղը նույնպես լինելու է ուղիղ եթեր, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ովքեր որ ունեն պայծառատեսի, էքստրասենսի կարիքը, իրենց նույնպես տեղյակ պահեք իմ ուղիղ եթերների մասին, թող իրենք էլ մասնակցեն, որպեսզի ես իրենց հարցերին էլ կարողանամ պատասխանել։ Ում հարցերին, որ այսօր չպատասխանեցի, կարող եք վաղը միանալ, մեծ սիրով վաղը կպատասխանեմ։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն, մինչ վաղը։